Հայաստանյան տնտեսական զարգացումների մասին խոսելիս մենք պիտի նախ եւ առաջ փորձենք հասկանալ, թե ինչ հիմնական տնտեսական եւ այլ բնույթի գործոններ են ազդում հայաստանյան տնտեսական զարգացումների վրա եւ թե ինչ մենք կարող ենք սպասել եւ ակնկալել ապագայում։ Ընդհանուր առմամբ պիտի հասկանանք, որ հայաստանյան տնտեսությունը փոքր բաց տնտեսություն է։ Սա իրենից ենթադրում է, որ մեր տնտեսությունն ուղղակիորեն կրում է արտաքին աշխարհում եւ խոշոր տնտեսություններում տեղի ունեցող զարգացումների հետևանքները։ Եվ սա էլ արտացոլվում է նաեւ մեր մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների տեղաշարժերում։ Այս առումով մեզ համար հատկապես հետաքրքրական էր վերջին 5 տարիների տնտեսական զարգացումները, որոնք կարծես թե ձևավորեցին մի այնպիսի իրողություն, եւ Հայաստանն իր այս վերջին 5 տարվա պատմության ընթացքում կարծես թե անցավ պատմության ընթացքում ձևավորված տարաբնույթ ճգնաժամերի ալիքի միջով ու կարծես թե մի ամբողջ դարաշրջանի դաս քաղեց ընդամենը 5 տարվա ընթացքում։ Եթե փորձենք այդ փուլերով տեղաշարժվել ու հասկանալ, թե ինչպիսին եղան այդ զարգացումները վերջին 5 տարիների ընթացքում եւ թե ինչպես ազդեցին մեր մերօրյա իրականության վրա, պիտի նախ եւ առաջ անդրադառնանք 2020 թվականի իրողություններին։ Բնականաբար COVID-19 համավարակը համաշխարհային տնտեսության համար նմանը չունեցող շոկ էր, եւ լինելով փոքր տնտեսություն, մեր տնտեսությունն էլ այս երևույթի ազդեցությունն իր վրա պիտի կրեր։ Հայաստանյան տնտեսությունը նախ եւ առաջ առանձնացավ համաշխարհային տնտեսությունից այս տեսանկյունից նաեւ նրանով, որ մեր տնտեսությունը բախվեց կրկնակի շոկի, իդեմս համավարակի եւ պատերազմի։ Եվ բնականաբար նման կրկնակի շոկերը չէին կարող չազդել մեր տնտեսական իրականության վրա։ Արդյունքում մենք 2020 թվականը փակեցինք բավականին բարձր տնտեսական անկմամբ, ինչը մի կողմից եւ տրամաբանական էր եւ ընկալելի, մյուս կողմից սա ազդակ էր ինչպես կառավարող շրջանակների, այնպես էլ մասնագիտական ոլորտի կառույցների համար, հասկանալու, որ հաջորդող շրջափուլը լինելու է արդեն տնտեսական վերականգնման տարի։ Երբ մենք խոսում ենք 2021 թվականի մասին, ապա 2021 թվականը կարծես թե եկավ ցույց տալու, որ տնտեսությունը պիտի փորձի այնուամենայնիվ վերականգնել նախորդ ժամանակաշրջանում առաջացած ճգնաժամի հետևանքները եւ տնտեսությունը վերադարձնելու իր բնականon հունին։ Այս ուղղությամբ էլ գնաց հայաստանյան տնտեսությունն արդեն 2021 թվականին, որը կարծես թե տնտեսության վերականգնման ժամանակահատվածն էր։ Բայց երբ մենք անցում ենք կատարում արդեն հաջորդող տարիներին 2022-ից 2025 նկատ ժամանակահատվածը, ապա սա եւս մեկ հետաքրքիր իրողություն է ինչպես համաշխարհային տնտեսության, այնպես էլ հայաստանյան իրականության համար։ Բնականաբար ռուս-ուկրաինական պատերազմը, որը միջազգային շրջանակներն ու համաշխարհային տնտեսությունը ցնցեց, չէր կարող չազդել նաեւ հայաստանյան իրականության վրա։ Այս տեսանկյունից հետաքրքրական են հատկապես միջազգային կառույցների գնահատումները, որոնք պատերազմի սկսվելուց ընդամենը 1 տարի անց աշխարհի բազմաթիվ երկրների, այդ թվում նաեւ Հայաստանի համար, ով ՌԴ հիմնական տնտեսական գործընկերներից է, կանխատեսում էր տնտեսական անկում ու բավականին խորը տնտեսական անկում, ինչը ենթադրելի էր, որ հաջորդող շրջանում Հայաստանի տնտեսության վրա ունենալու էր բացասական ազդեցություն, քանի որ փոխվում են նաեւ հասարակության սպասումները։ Բայց իրադրությունը ցույց տվեց, որ տեղի ունեցավ բոլորովին հակառակը, եւ այն սպասումները, որոնք ունեին միջազգային կառույցները, ոչ միայն չարդարացվեցին, այլ հայաստանյան տնտեսությունը, որքան էլ ցավալի է նման պարագայում, բայց այնուամենայնիվ շահեց տեղի ունեցող այդ իրադարձությունների արդյունքում։ Եվ արդյունքում մենք 2022 թվականը փակեցինք բավականին բարձր եւ վերջին շրջանում հայաստանյան տնտեսությունում չդրսևորված 12.6% տնտեսական աճով։ Իհարկե սրանք թվեր են եւ մենք պիտի փորձենք հասկանալ, թե ինչերն են ընկած այս թվերի խորքում ընդհանրապես։ Եթե մենք գալիս ենք հասկանալու այդ 22 թվականի աճի տրամաբանությունն ու իմաստը, այստեղ մենք պիտի հասկանանք, թե ինչի հաշվին տեղի ունեցան այդ աճերը։ Հիմնական բնութագրումը, որը մենք այստեղ պիտի տանք, այն է, որ 22 թվականի աճի հիմքում ընկած էին Ռուսաստանից հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատողների ներհոսքը, туриզմի բավականին ակտիվացումը, այսինքն զբոսաշրջիկների ներհոսքը, եւ քանի որ իրենք իրենց հետ բերում են հայաստանյան տնտեսությունում որոշակի աշխուժացում, իդեմս տնտեսության հիմնական ճյուղերից ծառայությունների, առևտրի եւ այլն, սա հանգեցրեց նրան, որ տնտեսության հենասյուն համարվող այդ ճյուղերը բավականին բարձր աճեր գրանցեցին ու բերեցին նաեւ հայաստանյան տնտեսական աճի նշանակալի բարձրացման։ Արդյունքում մենք ունեցանք բավականին բարձր աճի ցուցանիշներ։ Սա պիտի այնուամենայնիվ մեզ համար հուշում լիներ, որ արտաքին այդ դրական ազդակները, որոնք գործում են ու որոնք բերում են մեր տնտեսության համար նշանակալի դրական արդյունքների, հարատև չեն լինելու, եւ հետեւաբար յուրաքանչյուր նոր իրողություն ինչ որ պահի այնուամենայնիվ ավարտվելու է, եւ մենք պիտի փորձենք գտնել
նոր ուղենիշներ, որոնք մեզ հնարավորություն կտան նաև հաջորդող փուլում ունենալու նույնատիպ կամ գոնե առավել մոտ տնտեսական աճի ցուցանիշներ։ Երբ մենք անցում կատարեցինք արդեն 2023 թվականին, թվում է, որ այդ համաշխարհային դրական գործոնների ազդեցությունն այնուամենայնիվ պիտի աստիճանաբար մարեր։ Եվ տրամաբանական է դա, ու իրապես մենք գնացինք այդ գործոնների ազդեցության աստիճանական մարման։ Սա ոչ թե նշանակում է, որ պատերազմն էր ուղղակի ավարտվում եւ տնտեսությունը ուղղակիորեն ազատվում էր, այսպես ասած, այդ գործոնների ազդեցությունից, այլ պարզապես աշխարհի տնտեսությունների կարգն է այդպիսին։ Մենք ադապտացվում ենք տեղի ունեցող փոփոխություններին ու հարմարվում ենք ու սկսում գործել այդ փոփոխվող իրականության մեջ։ Եվ մենք նույնպես այդ ճանապարհով գնացինք ու հարմարվելով այդ իրողություններին, մեր տնտեսությունն էլ կարծես փորձեց հենց այդ փոփոխվող իրականության մեջ գործել առավել սահուն կերպով։ Բայց այս պարագայում արդեն մենք բախվեցինք մեկ այլ գործոնի ազդեցության, որը նույնպես կարծես թե մեր տնտեսությունը տարավ առավել բարձր տնտեսական աճի։ Այստեղ իրականում եւ մասնագիտական շրջանակներում եւ տարբեր քննարկումներում բազմիցս քննարկված ոսկու գործոնի մասին է խոսքը։ Մի իրավիճակ, երբ տպավորություն է ստեղծվում, որ հայաստանյան տնտեսությունը իրականում ոսկի չի արտադրում, բայց արտահանվում է ոսկի, եւ սա փաստացիորեն հայաստանյան տնտեսության համար բավական մեծ դրական արդյունք է ստեղծում, ինչն արտացոլվեց նաեւ մեր տարեվերջյան վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված, հետո արդեն վերանայված 8.3% տնտեսական աճի ցուցանիշում։ Ինչպես էր այս գործոնի ազդեցությունը փորձում մեկնաբանվել հայաստանյան գիտական շրջանակների կողմից եւ ընդհանրապես։ Խնդիրն այն է, որ եթե մենք փորձում ենք գնալ եւ հասկանալ, թե ինչն էր ընկած այս ոսկու գործոնի դրա ներմուծման, արտահանման կամ վերամշակման հիմքում, ապա մենք պիտի փորձենք գնալ վիճակագրության խորքերը։ Տեսեք, եթե նախորդ ժամանակահատվածում մենք նշում էինք, որ ծառայություններն էր հայաստանյան տնտեսության հիմնական խթանը, այս փուլում նույնպես ծառայությունը կարծես իր դիրքերը չզիջեց, բայց գումարվեց արդեն արդյունաբերությունը։ Ընդ որում հետաքրքրական է այն, որ այդ արդյունաբերության հիմնական խթանիչ միջոցը եղավ մշակող արդյունաբերությունը, իսկ վերջինիս բաղադրիչ որպես հանդես եկավ նախ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված ոսկերչական արտադրությունը, հետո արդեն վերանայված ցուցանիշների շարքում հիմնային մետաղների արտադրությունը։ Արդյունքում այդ հիմնային մետաղների արտադրությունը, որը դրսևորվում էր ոսկերչական արտադրանքի ներմուծմամբ, վերամշակմամբ եւ վերաարտահանմամբ, շատ հեղինակների, շատ ուսումնասիրողների ու նաեւ մասնագիտական շրջանակների կողմից մեկնաբանվում էր որպես վերաարտահանում, որը հայաստանյան տնտեսության համար չէր կարող նույնաչափ արդյունք ստեղծել։ Ինչու մենք այնուամենայնիվ ենթադրում, որ սա իրենից վերաարտահանում է ներկայացնում, քանի որ եթե մենք նայում ենք վիճակագրական տվյալները, ապա կտեսնենք, որ հայաստանյան տնտեսությունը ինքնին ունի նույնաչափ հնարավորություններ արտադրելու եւ վերամշակելու նույնաչափ թանկարժեք մետաղներ, ինչպիսին մենք արտահանում ենք այդ ժամանակաշրջանում։ Իսկ արտահանման հիմնական ուղղությունները Արաբական Միացյալ Էմիրություններն ու Հոնկոնգն էին։ Բայց միևնույն ժամանակ, եթե մենք նայում ենք ներմուծման կառուցվածքը հասկանալու համար, թե որ երկրներից ենք մենք հիմնականում ներմուծել, ապա դա եղել է հիմնականում Ռուսաստանի Դաշնությունը։ Ինչն այնուամենայնիվ մեզ հնարավորություն է տալիս ենթադրելու, որ այդ ժամանակաշրջանում հայաստանյան տնտեսությունը կարծես թե կապող ուղղակ է եղել այս երկու երկրների շուկայի միջև, ինչի արդյունքում ոսկին Հայաստանի միջոցով անցել է արդեն այդ երկրներ։ Իհարկե բնականաբար հաշվի առնելով, որ թեկուզ նաև փոքր վերամշակմամբ այնուամենայնիվ այդ ռեսուրսները Հայաստանից գնացել են, դա ինչ որ չափով նաև մեզ համար դրական տնտեսական արդյունքներ է ստեղծել եւ բեռնափոխադրման տեսանկյունից առնվազն եւ վերամշակման տեսանկյունից նույնպես որպես արդյունաբերության ցուցանիշներ։ Արդյունքում մենք 2023 թվականը փակեցինք դարձյալ բավականին բարձր շուրջ 8.3% տնտեսական աճով։ Այս իրողությունները փոխեցին նաև հայաստանյան արտահանման կառուցվածքը եւ թանկարժեք մետաղների գծով իրականացվող արտահանման կառուցվածքում էլ, որպես մեր 10 հիմնական ապրանքախմբեր արտահանման նշանակալի տեղաշարժեր տեղի ունեցան ու դերային վերաբաշխումներն էլ էական փոխվեցին։ Ընդ որում, եթե մենք մեր արտահանումը դիտարկում ենք ըստ երկրների, անգամ արտահանման 10 հիմնական երկրների կառուցվածքում տեղի ունեցան էական տեղաշարժեր։ Եվ Ռուսաստանի Դաշնությունը, որը մեր արտահանման հիմնական ուղղություններից է դառնում, արդեն ունեցավ հիմնական մրցակից երկիր իդեմս Արաբական Միացյալ Էմիրությունների, ինչը եւս մեկ անգամ արտացոլում է այն իրականությունը, ինչն առնչվում էր ոսկերչական արտադրատեսակների ու հիմնային մետաղների ընդհանրապես արտահանմանը։ Անդրադառնալով արդեն 2024 թվականին, ապա 2024 թվականը կարծես ինչ որ չափով նման էր այն ժամանակահատվածին, երբ հայաստանյան տնտեսությունը ադապտացվում էր այդ փոփոխվող իրողություններին։ Հիմա արդեն 2024
թվականն ընկած ժամանակահատվածում մեր տնտեսությունը կարծես թե փորձում էր հարմարվել այս նախորդող ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձություններին։ Եվ այդ ոսկու գործոնի դերը, որը 23 թվականին բավականին կտրուկ կերպով մեր տնտեսության մեջ դրսևորվել էր, սկսեց աստիճանաբար մարել։ Իսկ դա ենթադրում է, որ այն արտացոլվելու էր մեր հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներում, մասնավորապես տնտեսական ակտիվության ցուցանիշում ամսական կտրվածքով եւ համախառն ներքին արդյունքի կամ տնտեսական աճի ցուցանիշում, ինչը մենք բնականաբար 24 թվականի ընթացքում նկատեցինք։ Արդյունքում տարվա ընթացքում տնտեսական աճը որոշակիորեն դանդաղեց, դարձյալ պայմանավորված այն հանգամանքով, որ արտաքին դրական գործոնների այդ ազդեցությունն աստիճանաբար մեր տնտեսությունում նվազեց։ Բայց այստեղից մենք չպետք է ենթադրենք, որ ուղղակի մեր տնտեսությունը կախված է միայն արտաքին գործոններից։ Եվ դա վկայում է այն, որ հայաստանյան տնտեսական աճի պոտենցիալը վերջին ժամանակահատվածում նշանակալիորեն բարձրացել է։ Աճի պոտենցիալը ներկայումս տատանվում է 5-ից 5.5%-ի շուրջ, ըստ առանձին գնահատումների, ինչը խոսում է այն մասին, որ եթե արտաքին դրական գործոններն այնուամենայնիվ չազդեն եւ նույնիսկ արտաքին բացասական գործոնների դրսևորումներ չունենան, ապա հայաստանյան տնտեսությունը կարող է աճել միջինում 5-ից 5.5%-ի շուրջ։ Սա բնականաբար վատ ցուցանիշ չէ, հաշվի առնելով նաեւ, թե աշխարհի երկրներում ներկայումս միջին աճը ինչպիսի ցուցանիշների շուրջ է տատանվում։ Այնուամենայնիվ 2024 թվականը մենք փակեցինք 5.9% տնտեսական աճով, այսինքն գնահատված պոտենցիալից դարձյալ բավական բարձր տնտեսական աճով։ Բայց եթե անցում կատարենք արդեն 2025 թվականին, ապա սա ավելի քան կարծես թե տնտեսության իր սեփական ներուժի վրա եւ իր կարողությունների վրա հիմնվելու ժամանակահատված էր, որովհետեւ այ արդեն այն բոլոր գործոնները, որոնք կարծես թե նախորդող ժամանակահատվածում մեր տնտեսությանը խթանում եւ առաջ էին տանում, իրենց հիմնական դերը կարծես թե կորցրել են մեր տնտեսության մեջ։ Եվ սա արտահայտվում է իրականում մեր մակրոտնտեսական ցուցանիշներում եւ դա մենք տեսնում ենք նաեւ կիսամյակային տնտեսական աճի ցուցանիշներում, դարձյալ 5%-ի շուրջ տատանվող տնտեսական աճի ցուցանիշ ունենք, խոսքը 5.6% տնտեսական աճի մասին է կիսամյակային կտրվածքով։ Բայց այնուամենայնիվ ավելի բարձր տնտեսական աճ ակնկալել 2025 թվականի համար, քան 5.6%-ն է, կարծում եմ այնքան էլ տրամաբանական չէ, դարձյալ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր տնտեսությունը հենվում է ներկայումս արդեն իր հիմնական ներքին տնտեսական հնարավորությունների վրա։ Այ եթե փորձենք մեր ներքին տնտեսական հնարավորությունների մասին խոսել եւ հասկանալ, թե ինչ կարող ենք ակնկալել, այստեղ մենք պիտի հասկանանք, թե որոնք են մեր տնտեսությունը առաջ մղող հիմնական ճյուղերը։ Այս պահին մեր տնտեսության հիմքում ընկած առավել առանցքային ճյուղերը ծառայություններն են, շինարարությունը եւ այժմ արդեն արդյունաբերության ոլորտը կարծես թե փորձում է վերականգնվել նախորդող ժամանակաշրջանից բխող անկումների արդյունքում։ Փաստացիորեն ստացվում է, որ ծառայությունների ոլորտը հայաստանյան տնտեսությունն ներկայումս առաջ մղող հիմնական ոլորտն է։ Եվ եթե մենք փորձենք ծառայությունների խորքերը գնալ, ապա այս ոլորտում առաջատար են ֆինանսական եւ ապահովագրական գործունեության ոլորտի ճյուղերը եւ տեղեկատվության կապի ոլորտը։ Իսկ ֆինանսական ու ապահովագրական գործունեության ոլորտում հիմնականում մենք առնչվում ենք բանկային գործունեությանը։ Այս սեկտորը վերջին ժամանակահատվածում բավականին բարձր ակտիվություն է դրսևորում եւ դա արտահայտվել է նաեւ բանկային սեկտորում գրանցված շահութաբերության բավականին բարձր մակարդակով, ինչը խոսում է այն մասին, որ այս հատվածը առնվազն առաջիկա ժամանակահատվածում իր դերը զիջելու որևէ հնարավորություն չի տալիս։ Եթե մենք փորձենք գնալ հայաստանյան տնտեսության մյուս ճյուղերի զարգացումների հետքերով, ապա այստեղ մենք պիտի փորձենք հասկանալ, թե ինչ կարող ենք ակնկալել շինարարության ոլորտից, որը կարծես թե կայուն կերպով շարունակում է դրսևորել բավականին բարձր աճեր եւ կարծես թե տնտեսության մեջ ունեցած իր դերակատարումը ոչ մի կերպ չի պատրաստվում զիջել տնտեսության մյուս ճյուղերին։ Սա նախ եւ առաջ պայմանավորված է այն հանգամանքով, որ հայաստանյան տնտեսությունն էլ կարծես ինքնին փորձում է խթաններ ստեղծել շինարարության ոլորտի այդ զարգացումների համար։ Խոսքը նախ եկամտային հարկի վերադարձի ծրագրի մասին է, որն ավելի քան 10 տարի առաջ սկսեց գործել ու խթանել հայաստանյան տնտեսությունը։ Ու սա բերեց նրան, որ շինարարության ոլորտում ծագած այդ ակտիվությունը շարունակվում է մինչև օրս։ Իհարկե, Երևանում ծրագրի դադարեցումից հետո սա սկսեց որոշակի դանդաղեցման ինչ որ մոտեցումներ առաջացնել շինարարության ոլորտում, այնուամենայնիվ այդ դանդաղումը մենք չենք նկատում։ Ինչով է սա պայմանավորված։ Սա առավելապես պայմանավորված է նրանով, որ շինթույլտվությունները, որոնք տրվել էին մինչև 2022 թվականը, դրանք ենթադրելու են, որ այնուամենայնիվ դրանց դեպքում գործելու է եկամտային հարկի վերադարձի ծրագիրը։ Այսինքն այս դեպքում դարձյալ շինարարները շատ սահմանափակումներ չունեն։ Հետևաբար սա առնվազն մինչև 2027 թվականն ընկած ժամանակահատված, երբ տրված նոր շինթույլտվություններով կառուցվող շինությունները կկառուցվեն, կապահովեն շինարարության ոլորտի դարձյալ
բավականին բարձր աճերը։ Ինչ վերաբերում է այլ հնարավորություններին այս ոլորտում, կարող է պայմանավորված լինել նաև նրանով, որ Արցախից տեղահանված մեր հայրենակիցների համար այնուամենայնիվ իրականացում են կամ իրականացվելու են բնակարանաշինության ծրագրեր, որոնք նույնպես ենթադրելու են շինարարության ոլորտում որոշակի ակտիվություն հաջորդող ժամանակահատվածում։ Այսինքն առնվազն միջնաժամկետ հորիզոնում այս ճյուղը շարունակելու է հայաստանյան տնտեսության համար զարգացման որոշակի խթաններ ապահովել։ Ինչ վերաբերում է արդյունաբերությանը որպես հայաստանյան տնտեսության ևս մեկ հենասյուն, ապա այստեղ մենք տեսնում ենք ճյուղի վերականգնման միտումներ, այդ ոսկու դրական գործոնի ազդեցության չեզոքացումից հետո արդյունաբերության անկման արդյունքում։ Այսինքն ներկայումս ճյուղը կարծես թե փորձում է վերականգնվել, եւ եթե հաշվի առնենք, որ հայաստանյան երկու խոշոր հանքեր, ինչպիսին Սոտքի եւ Ամուլսարի հանքն են, մեկը սկսել է գործել, իսկ մյուսը կարծես թե ազդակները հաղորդում, որ սկսելու է աշխատել, խոսքը Ամուլսարի հանքի մասին է։ Սա խոսում է այն մասին, որ հաջորդող փուլում այս երկու հանքերի լիարժեք կամ գոնե մասնակի գործունեության արդյունքում արդյունաբերության ոլորտը կարող է գրանցել այնուամենայնիվ դրական տեղաշարժեր ու աճեր, ինչը նույնպես հայաստանյան տնտեսության համար հաջորդող փուլում նշանակալի դրական ազդակ կարող է լինել։ Եթե մենք փորձենք ինչ-որ չափով ամփոփել հայաստանյան տնտեսության զարգացումների վերաբերյալ մեր պատկերացումները, ապա այստեղ չպետք է մոռանանք մի կարևոր գործոնի մասին, որն իրապես տնտեսական չէ, բայց ուղղակիորեն խթանում է տնտեսական գործոնների իրական հետևանքները։ Խոսքը կառուցվածքային բարեփոխումների մասին է։ Սա գործոն է, որն իրապես կարծես թե քանակական գնահատման ինչ-որ իրական հիմքեր չունի, բայց դրանց փոփոխություններն ու դրանցից բխող միջոցառումները, որոնք իրականացվում են, ուղղակիորեն ազդում են հայաստանյան տնտեսության հիմնական ճյուղերի զարգացումների վրա։ Պատմական փորձն իրականում ցույց է տալիս, որ պատմական զարգացման տարբեր փուլերում տեղի ունեցող ճգնաժամերը աշխարհի տարբեր երկրների համար յուրօրինակ դասեր են եղել։ 29-ից 33 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամն օրինակ աշխարհի երկրներին ցույց տվեց, որ պետությունը պիտի միջամտի տնտեսությանն ու օգնի տնտեսության մեջ առաջացող խնդիրները լուծել։ 2008-9 թվականների այդ ֆինանսական ճգնաժամը երկրներին սովորեցրեց, որ այնուամենայնիվ պետական բյուջեի դեֆիցիտը պետք է կարգավորվի հարկաբյուջետային կանոնների միջոցով օրինակ։ Իսկ ահա արդեն կոവിഡ്յան համավարակը սովորեցրեց, որ աշխարհի երկրները ներկայումս գլոբալիզացիայի պայմաններում այնքան են միաձուլվել ու միասնական գործում, որ նմանաբնույթ շոկերի պարագայում կանգնում են ուղղակի անվտանգային այնպիսի խնդիրների առաջ, ինչպիսին պարենային անվտանգություններ։ Հետևաբար սովորեցրեց առնվազն պարենային ռիսկերից խուսափելու հնարավորություններ ստեղծել։ Մերօրյա իրականությունը աշխարհի երկրներին սովորեցնում է զուտ տնտեսական քանակական գործոններից զատ գտնել այնպիսի գործիքներ, ինչպիսին կառուցվածքային բարեփոխումներն են, որոնք հնարավորություն կտան իրական տնտեսական հիմքեր ստեղծել հաջորդող ժամանակահատվածում լրացուցիչ տնտեսական արդյունքներ գեներացնելու համար։ Եվ ենթադրաբար ներկայումս աշխարհի գրեթե բոլոր երկրներն, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունը կարծես թե փորձում է գնալ կառուցվածքային բարեփոխումների ճանապարհով տնտեսական հիմքեր ստեղծելու հայաստանյան հետագա տնտեսական աճի համար։ Եվ հաշվի առնելով, որ ներկայումս մեր տնտեսական աճի պոտենցիալը 5-ից 5.5%-ի շուրջ է, ապա հաջորդող ժամանակահատվածում այն պարագայում, երբ մենք չունենք ներկայումս արտաքին աշխարհից եկող լրացուցիչ մեծ դրական ազդակներ, կարելի է ակնկալել, որ մեր աճը դարձյալ հաջորդող ժամանակահատվածում տատանվելու է 5-ից 5.5%-ի շուրջ։ Ամփոփելով պետք է այնուամենայնիվ նշենք, որ տնտեսական արդյունքները, որոնք գեներացվում են այս զարգացումների արդյունքում, ինքնանպատակ չեն, եւ դրանց հետազոտությունները նույնպես ինքնանպատակ չեն։ Այն արդյունքները, որոնք գեներացվում են, դրանք ստեղծվում են հասարակության համար նվազագույն բարեկեցություն կամ կենսամակարդակի բարձրացման հնարավորություններ ստեղծելու համար։ Հետևաբար մեզ համար առաջնային թիրախ եւ նպատակ պետք է լինի նաեւ հասկանալ այն, թե որքանով են այն արդյունքները, որոնք ստեղծվում են ներկայումս մեր իրականության մեջ, նպաստում հասարակության լայն շերտերի բարեկեցության բարձրացմանը, որքանով են դրանք հավասարաչափ բաշխված հայաստանյան մարզերի մեջ, եւ թե արդյոք մենք իրապես կարող ենք ենթադրել, որ այն արդյունքները, որոնք ստեղծում են եւ այն աճերը, որոնք մենք գեներացնում ենք, դրանք ուղղակի թվեր չեն, այլ արդյունքներ, որոնք իրապես բերում են հասարակության համընդհանուր բարեկեցության բարձրացմանը։ Սա կարծում եմ պետք է լինի հաջորդող շրջանում նաեւ հետազոտողների հիմնական խնդիրը հասկանալու նաեւ, թե որքանով են այս արդյունքներն իրապես ապահովում որակյալ տնտեսական աճի։